Տերը օրհնի ձեզ, հրաշալի էր Տիրոջ ներկայությունը այստեղ է։ Համելույա, ես հավատում եմ, որ դու այսօր օրհնված կլինես։ Ես ուզում եմ ասեմ իմ քարոզի թեման այսօր, որովհետև ամբողջ գիշեր Տերը խոսացել է դրա մասին։ Ինչ ես ուզում, որ Աստված անի քո համար, եւ ինչ է Աստված ուզում, որ դու անես իր համար։ Ով է ուզում իմանա, թե Աստված ինչ է ուզում իրանից, եւ դու ինչ ես ուզում Աստծուց։ Դու գալիս ես Աստծո մոտ, որովհետեւ եթե դու կարիք չունենաս, չես գա։ Եվ մենք տեսնում ենք այսօր շատ մարդիկ կարիք չունեն Աստծո։ Կարիք չունեն նրա հետ հաղորդակցվելու, կարիք չունեն նրան խոնարհվելու, կարիք չունեն, որովհետեւ իրանց կյանքը լավ է, իրանք ապահովված են, իրանց մտածելով, որ ամեն ինչ նորմալ է, եւ նրանք կարիք չունեն։ Բայց գիտեք, սիրելիներս, մի հետաքրքիր բան, որ Տերը ցույց տվեց իմ սրտի մեջ, դա նա էր, երբ որ գիտես, ինչ որ փորձություն թակում է մարդու դուռը, եւ մարդը ընկնում է այդ իրավիճակների մեջ, փոթորիկների մեջ, նա միշտ հիշում է, որ Աստված կա։ Ու սկսում է փնտրել ասում, ուսում է Աստծուց խնդրել։ Գրես երեք գիշեր ես հիվանդանոցում էի ու մի հետաքրքիր բան էր, չկար մեկ ում հետ խոսայր ու ինքը չասեր Աստված գիտի։ Բժիշկներից սկսած մինչև հիվանդատերերը։ Ես հավատում եմ նաև հիվանդները, որոնք պարկված էին ընդ, իրանց հույսը ոչ թե բժիշկներն էին, այլ Աստված էր։ Որտեղ իրավիճակներ կան, որ բժիշկները չեն կարող օգնել, եւ որտեղ միայն Աստծո միջամտությունը կարող փոխի իրավիճակը։ Եվ մենք ամբողջ ավետարանների մեջ տեսնում ենք, թե ինչպես էր Հիսուսը անհնարինը հնարավոր դարձնում, միայն մի պատճառով, հալելույա, որտեղ ինքը սիրում էր։ Ինքը սիրում էր մարդուն, ինքը սիրում էր մարդկանց, ինքը սիրում էր իր ժողովրդին, եւ դրա համար էլ եկել էր, որպեսզի փրկության ճանապարհը բացի բոլորի համար, որ ամեն մարդ ճանաչելով Քրիստոսին հասնի Աստծուն եւ ունենա այդ փրկությունը։ Եվ գիտեք, Տերը երբ որ խոսում էր գիշերը իմ սրտի հետ, նա ասեց. «Ինչ ես ուզում դու, եւ ինչ ես ուզում, որ ես անեմ քո համար»։ Հիմա ես ուզում եմ, որ ոչ թե միայն խոսք լինի դա, այլ դա լինի Աստծո հետ, հաղորդակցման այսօր։ Ինչ ես ուզում դու Աստծուց։ Դու հատում ես, որ Աստված կարա խոսի ու ասի, իսկ ինքը ինչ է ուզում քեզանից։ Հալելույա։ Ամեն։ Որտեղ ամեն ժամանակ մենք ուզողի կարգավիճակում ենք, Տեր ջան, տուր, հալելույա, այսինչ բանը պետք է ինձ։ Այսինչ տեղը Տեր իմ Աստված ինձ քո օգնությունն է պետք։ Ես խնդրում եմ քեզ, որ դու օգնես ինձ։ Կա աստե մարդ, որ չի ուզում, որ Աստված իրան օգնի։ Չկա, չէ՞ ձեր մարդ։ Բոլորս ուզում ենք, որ Աստված օգնի մեզ։ Բոլորս ուզում ենք, որ Աստված խոսի մեր հետ։ Բոլորս ուզում ենք, որ մենք խաղ լինենք, ապահովված։ Ես չեմ տեսել մի մարդ, որ ասի, չէ, ես չեմ ուզում հարուստ լինեմ, ես չեմ ուզում մեքենա ունենամ, ես չեմ ուզում տուն ունենամ, ես չեմ ուզում ոչի բան։ Չկա մի մարդ, որ ինչ որ բան չուզի։ Դա աննպատակ մարդն է, որ ոչի բան չի ուզում։ Ու գիտես, սատանայի մեծ ծրագիրն է, որ մարդուն դարձնի աննպատակ։ Ու երբ որ մարդը արդեն բավարարում է ամեն ինչով, ինքը դառնում է աննպատակ, որ իր համար արդեն ոչի բան պետք չի։ Իրան ունի մի հատ ուղղություն, եւ այդ ուղղությունը ինքնասիրությունն է, ինքնահավանությունն է, որ մարդը ինքն է իրանա միայն տեսնում, հալելույա, ու իր մասին է մտածում։ Պատտվի կողքին տասը դու ինձ պետք ես։ Շատ ժամանակ մենք ասում ենք, Աստված ջան, դու ինձ պետք ես, դու ինձ պետք ես, Աստված ասում է, կա մեկը քո կողքը նստած, որը որ կարա աղոթի քո համար եւ դու, փրկվես։ Կարա մեկը աղոթի քո համար, որ դու բժշկվես։ Կարա մեկը աղոթի քո համար, որ քո հարցերը լուծվեն։ Ինքը պետք է քեզ։ Հալելույա։ Դու ասում ես, չէ, ինքը պետք չի, դու ես պետք։ Աստված ասում է, ես դրել եմ կարգ ու կանոն, ես դրել եմ ստրուկտուրա, որպեսզի դու քայլեք այդ կարգ ու կանոնի մեջ եւ ամեն բան, ինչ որ խնդրեք, կտրվի ձեզ։ Եթե մնաք, ընդ որտեղ ես եմ ձեզ դրել։ Իսկ այսօր Աստված քեզ տնկել է իր մարմնի մեջ,
իր պարտեզում եւ հոգ ատանում քո համար։ Փառք Հիսուսին։ Նա շրջում է, գերես գալիս էր Եդեմի պարտեզ դրախտ, շրջում էր, հանգստանում էր Ադամից, հա, այդ հոտն էր առնում իրա, ասա ես անուշ հոտն եմ լինելու Աստծո։ Երբ որ Աստված գա իրան, քեզանից տեսնի իրա անուշ հոտը։ Չէ՞ որ խոսքը ասում է, դուք կլինեք իմ անուշ հոտը այս երկրի վրա։ Հալելույա։ Որովհետև Աստված ուրիշ հոտերի մեջ չի գալի, Աստված գալիս է ընդեղ որտեղ որ իր անուշ հոտն է։ Իսկ մեր վրայից պետք է այդ անուշ հոտը գա։ Ամեն։ Մենք պետք է իմանանք, թե Աստված ինչ է ուզում մեզանից։ Ու կոնկրետ Տերը խոսում էր իմ սրտի հետ։ Այո, ես ուզում եմ, որպեսզի իմ ժողովրդին տեսնեմ առանց մեղքի։ Ասա առանց մեղքի։ Որտեղ մեղքը բաժանում է իմ եւ նրա հաղորդակցությունը եւ փակում է դռները, որ այն աղոթները, որոնք բարձրանում են, լսելի չլինեն, որտեղ ամեն բան անօրեն անում է, որպեսզի այդ ճանապարհը փակվի, որտեղ Աստված չի կարա մեղքի մեջ գործի, այլ Աստված գործում է սրբության մեջ։ Հալելույա։ Ես հիմա Աստծո խոսքով կբերեմ եւ ցույց կտամ այն տեղը, որտեղ որ մեղքը խանգարում Աստծո հետ հաղորդակցությանը։ Իսկ ամենամեծ մեղքը գիտեք, որ նա անտարբերությունը, անհավատությունն է։ Որ դու չես վստահում այլևս Աստծուն, քեզ պետք չի քո քույրը ու եղբայրը, քեզ պետք չի, որ ինչ-որ մեկը քո համար կանգնես ու աղոթի։ Ու դու մտածում ես, որ դու միայնակ կարաս հաղթարես այս աշխարհի մեջ ամեն բան, որովհետև հա մտածում ես, որ Աստված քո հետ է։ Ու Աստված իր ժողովրդի մեջ էր։ Աստված անհատների հետ խոսում էր, տանում էր մտցնում էր իր ժողովրդի մեջ եւ ամեն բան միաբանում էր, հալելույա, ամեն։ Այնպես չէ, որ անհատին ընտրեր ու ասեր դու ես մենակ ու դու էլ կաս։ Դու մենակ կարաս ամեն ինչի հասնես։ Ինչի համար Աստված ստեղծեց եկեղեցին, հալելույա, իսկ եկեղեցին ստեղծվում է այս մի նպատակի համար, որ դժոխքի դռները չհասնեն այն վայրին, որտեղ որ Աստված ինչ հավաքելու է մեզ ու հավաքել է։ Եվ դժոխքի դռները չեն կարող հասնեն որտեղ որ դու տնկված ես եւ պտուղ ես բերում։ Հալելույա։ Ու մեզ հայտնի է, սիրելիներս, կա մարդը, որ Աստծո խոսքը չի լսել։ Մենք ամեն ժամանակ լսում ենք, նրա հանդիմանությունն ենք լսում, նրա սիրո մասին ենք լսում, ամեն բան ինչ որ գրված Աստծո խոսքի մեջ, հա, մենք այստեղ լսում ենք, որտեղ Աստվածը տալիս այն խոսքը երկնքից, որը մեզ անհրաժեշտ է հոգևոր աճի համար։ Որտեղ մենք հավաքվել ենք, որ հոգևորով աճենք։ Բացի հոգևոր աճելուց Աստված նաև հոգ է տանում մեր կյանքի համար, որ այս աշխարհի մեջ մենք կարողանանք լիարժեք ապրել, հալելույա, բայց խաղաղության մեջ։ Ու այսօր շատերը այո, կարող է ինչ-որ բաների հասնում են, բայց խաղաղություն չկա եւ նպատակ չկա այլևս։ Եվ մենք տեսնում ենք այն շատ մեծ արուստների վերջի խոսքերը, ովքեր որ արդեն մահվան էին գնում եւ նրանք ասում են զուր էր մեր ամբողջ այս հարստությունը, որտեղ ոչ մի բան ես չեմ տանի իմ հետ։ Բայց նաեւ Աստված չի ուզում թողի մեզ ցածրում, որ մենք, հա, աղքատիկ վիճակում մեզ նվաստացած զգանք ու ասենք, վայ, ինչքան խեղճ ենք մենք։ Ասա Աստծուն հավատացողը խեղճ չի։ Մենք խեղճ չենք։ Գիտես շատ ժամանակ կան ոմանք, որոնք ուզում են, որ խղճահարություն ստենց ձեր բերեն, որ իրանց խղճան, ասեն, վայ ինչքան մեղք ես դու չես կարում։ Գիտես Հիսուսի հետ դինողը ամեն բան, ասա ամեն բան հնարավոր է, որ փոխվի դեպի բարին, հաճելին ու կատարել եւ վերինները։ Քրիստոսն ասեց, հալելույա, փնտրեք վերինները եւ այն ինչ որ ձեզ պետք է, կտրվի ձեզ։ Դու հավատում ես ինչ որ քեզ այսօր պետք է, Աստված կտա։ Ինչ ես ուզում, հալելույա։ Գիտես ու մենք տեսնում ենք Քրիստոսի ծառայությունը երկրի վրա, թե ինչքան մարդիկ էին գալիս իր մոտ ու ինչ որ բան ուզում էին։ Հալելույա։ Մենք տեսնում ենք, չէ՞ որ ուզում էին։ Ուզում էին բժշկվեին, ուզում էին տեսնեին, ուզում էին ազատագրվեին, ինչ-որ բան ուզում էին, չկա է ձևի բան, որ մարդ գա Աստծո մոտ ու ինչ-որ բան չուզի։
Հալելույա։ Բայց իր ուզածն էլ պետք է համապատասխանի Աստծո ուզածին։ Որտեւ այն ինչ որ դու ուզում ես ու քո համար կարա վտանգավոր լինի, Աստված չի տալու։ Եթե ինչ որ բան, որ Աստված քեզ տալիս է ու դա բերում է քո հպարտությանը, որ դու արդեն մտածում ես, որ դու ես ինչ որ բանի հասել, քո ուժերով դու սխալվում ես, սիրելիս։ Դա սատանայի սուտն է։ Որտեւ եթե Աստված չբացի դռները, դու չես կարող հասնել այդ վերիններին։ Բայց երբ որ Աստված քեզ բժշկում է, ազատագրում է, դու միշտ պետք է հիշես, թե ով է քո Աստվածը, ինչ է ուզում անի քո համար։ Հալելույա։ Գիտես, գիշերը Տերն ասում է, ինչ ես ուզում որ անեմ քո համար։ Հալելույա։ Ով է հետ այդ ձևի խոսք ստացա Աստծուց, ինչ ես ուզում քո համար անեմ։ Հալելույա։ Ես մի հատ բան եմ խնդրել, Տեր, ուզում եմ, որ դու լինես իմ կյանքի առաջի տեղում։ Ոչ մի բան չեմ ուզում։ Ուզում եմ իմ ուզածս, որ քո եկեղեցին ամուր լինի, որ քո ժողովուրդը օրհնված լինեն։ Ես ուզում եմ Տեր, որ իմաստություն տաս յուրաքանչյուրին, քո սուրբ հոգով լցնես, որ քո զորությունը գործի, որ կույրերը տեսնեն, հիվանդները բժշկվեն, հալելույա, դիվարները ազատագրվեն, մեռելները հարություն առնեն։ Սա է իմ ուզածը։ Դուք հավատում եք, որ շատ ժամանակ Աստված ասում է, ինչ ես տեսնում մարգարեներին։ Ինչ ես տեսնում։ Դու այսօր ո՞նց ես տեսնում քո ապագան Տիրոջ մեջ։ Ո՞նց ես տեսնում քո կյանքը, քո երեխաների կյանքը։ Որտե՞ղ ես տեսնում նրանց ապագան։ Որտե՞ղ ես տեսնում քո ապագան։ Որտե՞ղ ես տեսնում քեզ, այն օրհնությունների մեջ, որ Աստված պատրաստել է։ Արդյոք դու դրանց տեսնում ես։ Արդյոք քո ուզածը դա է, հալելույա։ Արդյոք քո ուզածը կյանքն է, այլ ոչ թե այս աշխարհի ցանկությունները։ Եվ հարց, հալելույա, գիտես Աստված ինչա ասեց, լավ բան ես ուզում։ Գիտեք, երբ որ Սողոմոնը թագավորացվեց, ինքը մի բան խնդրեց, իմաստություն տեր։ Հալելույա, ասեց լավ ուզեցիր։ Հավատում ես, որ այսօր Աստված նույն ձևի կարա քեզ հարցնի, ինչ ես ուզում։ Ու եթե դու ճիշտ պատասխան տաս, հալելույա, քո սրտի ցանկությունը ճիշտ լինի Աստծո հետ փոխհարաբերության մեջ, իմացի դու աշխարհի ամենաուրախ, երջանիկ մարդն ես դառնալու։ Ստես դու։ Ու ես զգացի մի հետաքրքիր sense տպավորություն եկավ իմ մեջ, որ ես այս աշխարհի ամենաերջանիկ, ամենաուրախ, ամենաօրհնված մարդն եմ։ Դու ուզում ես այդ տպավորությունը ունենաս։ Ոչ թե այս տպավորությունն, որ դու ամենահալածվածն ես, ասած քարկոծվածն ես, այլ այդ տպավորությունը, որ դու ամենաօրհնված մարդն ես։ Գիտես ինչի, որտեղ Աստված խոսած քո հետ։ Որտեղ դու լսեցիր ճշմարտությունը եւ քո ուզածը Աստված հավանություն տվեց։ Ո՞վ ասում որ իր ուզածին այսօր Աստված հավանություն տա։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Իսկ դուք հավատում եք, երբ որ ինքը հավանություն է տալիս, չի կարող որ չլինի այդ ամենը, ինչ որ դու խնդրում ես իրանից։ Հիմա պատկերացրեք, կույր Բարտեղոմեոսը նստած է, հալելույա, ու գիտես, իր ուզածը ի՞նչն է։ Ինչ էր իր ուզածը Հիսուսից։ Լավ ասեցիք։ Ոչ էր ուզում ինքը հարստություն, գործ, աշխատանք, որտեղ կույր էր ու ինքը չէր կարող ոչ աշխատել, ոչ մի գործ անել, ոչ մի բան չէր կարող անել։ Իր ուզածը որ տեսնի։ Հալելույա։ Ու ինչ եք մտածում։ Աստված հարգեց իր որոշումը։ Աստված իր ուզածը տվեց թե չտվեց։ Բայց ինչ ես մտածում որ քո ուզածը չի կարող տա, եթե քո ուզածը համապատասխանում Աստծո ճշմարտությանը։ Հիսուս Դավթի որդի ողորմիր ինձ։ Սուս մնա։ Գիտես ինչքան մարդիկ կան, որ այդ աղաղակը, որ դու պետք է աղաղակես Քրիստոսին, այն ժամանակ, որ քո աչքերը բացվեն, շատ մարդիկ ասում են սուս մնա, որտեվ հələ ժամանակը չի։ Ձայնդ կտրի։ Գիտեք ով է ձայն կտրողը։
Ձայնը մարդու կտրվում այն ժամանակ, երբ որ ինքը մեղք է գործում, որտեղ չի կարա ինքը արդարանա, չի կարա խոսի, չի կարա Քրիստոսի մասին վկայի։ Ու ինչ անում սատանան, կամանց հետ տանում մարդուն, որ այլևս դու չավետարան ես, որ չասես, որ Աստված ջան, գիտեք ժողովուրդ, ինձ Աստվածը այս դիրքին դրե։ Որ Աստվածը իմ կյանքում առաջի տեղում։ Եվ ես կարամ ամեն ինչից հրաժարվեմ, բայց Քրիստոսին շահեմ։ Բայց եթե դու էդի չես ուզում, դու չես ուզում հրաժարվես այն ամենից, ինչ որ քեզ խանգարում Աստծո հետ հաղորդակցվելուն, դու չես կարող Աստծո հետ շարժվես, քայլես։ Պողոսն ասում է, այն ինչ որ ինձ օգուտ էր, աղբ համարեցին, որ Քրիստոսին շահեմ։ Բայց այսօր ցավալին գիտեք նա, որ մարդկանց համար այս աշխարհի ցանկությունները դարել են առաջնային, իսկ իրանց ուզածը դա, գիտես, Աստծո ուզածը դարել է երկրորդային։ Հիմա արեք նայենք Աստծո խոսքին։ Դու ուրախ ես։ Ասա ես հավատում եմ, որ այսօր իմ ուզածը Աստված կանի։ Լուրջ եմ ասում, Սուրբ Հոգին ստեանեց, հետաքրքիր ներկայություն է։ Ես այսքան տարի ծառայում եմ, բայց այս ձևի ներկայություն շատ ուժեղ ներկայություններ ա եղել Տիրոջ մեջ, բայց այսօր յուրահատուկ է։ Որովհետև ամեն Աստված յուրահատուկ Աստված է։ Ինքն էս բաներ անում, որ դու զարմանաս։ Ես ասում եի Տեր իմ Աստված, ինչ կա ուրախանալու։ Հալելույա։ Ինչի վրա ուրախանամ։ Էնումա չէ դեպք, որ ասում ես ինչի վրա ուրախանամ։ Հալելույա։ Մարդիկ քնած են, բայց դու արթուն ես։ Աստծուն օրը գիշեր աղոթում ես։ Ծնկերդ մաշեցնում ես։ Ինչի համար ուրախանամ Տեր։ Ու գիտես այն պատասխանը, որ դու ուզում ես ստանաս, չես ստանում։ Այն վերաբերմունքը, որը դու ուզում ես մարդկային ձևով։ Դրա համար Աստված մի հետաքրքիր խոսք ասեց։ Հույսդ, ասա Տեր ջան, իմ հույսը դու ես։ Բացացած ձեռքերդ ասա Տեր Աստված, իմ հույսը դու ես եւ ես երբեք մարդու վրա հույս չեմ դնում։ Ու Աստված ասում է, օ, հալելույա, քանի որ քո հույսը իմ վրա է, դու իմ վրա ես դրե, ուրեմն իմացի, քո համար պատերազմողը ես եմ։ Ու սկսում է պատերազմել։ Գիտեք ինչի դեմ, աղքատության դեմ, սատանայական ծրագրերի դեմ, քո թշնամու դեմ, քո բոլոր խնդիրների դեմ։ Դու գիտեք որ մեր Աստված հզոր Աստված է։ Ու ինքը սկսում է պատերազմել քո կյանքի համար։ Ու այդ պատերազմող Աստվածը ամեն օր, ասա ամեն օր, խոստացել է մինչև աշխարհի վերջը քո կողքը ամուր կանգնի։ Գիտեք, մի հատ հետաքրքիր sense բան է հիմա իմ հոգու մեջ Աստված ցույց տալի, մի հատ մեկը իր թորնիկներին վերցնում է գնա զվարճացնելու իր թորնիկներին, ձեռքից բռնած գնում են, հա, որ գնան կենթանաբանական այգի, որ ուրախանան, երեխեքին ուրախացնի, ու գիտեք ճանապարհին ինչ անում թորնիկը, իր պապիկի ձեռքը բաց է թողում ու գնում է մեքենայի տակ։ Պապիկն էլ վազում է իր հետևից որ գնա, հալելույա, բայց չի հասնում։ Եվ երեխան մահանում է։ Գիտեք, այսօր շատ ժամանակ կան մարդիկ, ովքեր որ Աստված վերցնում է ձեռքից հանում է, որ տանի ուրախացնի, որ տանի զվարճացնի, որ ընդ պաղպաղակ գնի տա, որ ընդ ինչ որ բաներ իրան անի, հալելույա, ձեռից թողնում են, ու գիտեք ինչն էր վատը, վերջը ինչա, մահը, որտեղ թողեց այն ձեռքը, որը որ իրան տանում էր օրհնելու, զվարճացնելու, կյանք տալու, ուրախացնելու։ Ու այսօր շատ մարդիկ այդ ձևի Աստծո ձեռքը թողում են ու մտածում են, որ առանց Աստծո կարան լինեն պաշտպանված։ Բարձրալի ծածկոցի տակ բնակվողը ամենակարողի շուքի տակ է հանգստանում, ասում է Տերը։ Երբ որ դու կասես Տիրոջը իմ ապավեն եւ իմ ամրոց, որի վրա ես ուսացել եմ։ Ինչ է ուզում Աստված, ուզում է տեսնի արդյոք դու հույսը դրել ես իր վրա,
Արդյոք դու հավատում ես, որ ինքն է առաջինը, որ պետք է իրան պաշտես ամբողջ հոգով, սրտով եւ ամբողջ էությամբ։ Արդյոք որ դու պետք է այլևս քոնը չլինես, այլ Քրիստոսինը, որտեղ խոսք ասում է, դուք այլևս ձերը չեք, դուք իմն եք։ Իսկ եթե իմն եք, պետք է շարժվեք այն կարգ ու կանոնով, որ ես դրել եմ, հալելույա։ Փառք Հիսուսին։ Ու նա խոսքը Միքիայի 6-րդ գլխի 8-րդ խոսքն եմ, 8-րդ խոսքից եմ ուզում կարդամ։ Հալելույա։ Շատ հետաքրքիր ձևով ասում է, որ դու լավ էլ գիտես Աստված ինչ է ուզում։ Կաս թե մարդը, որ չի իմանում Աստված ինչ է ուզում։ Չկա, փառք Հիսուսին։ Ով որ կա, թող ձեր բարձրացնի։ Դու գիտես Աստված։ Դու չգիտես Աստված ինչ է ուզում քեզնից։ Գիտես, ասում եմ, ով որ չգիտի ինչ է ասում, թող ձեր բարձրացնի։ Դրա համար արթուն եղեք։ Միքիա 6:8 Հալելույա։ Վեցի 8-ը քեզ հայտնի է ով մարդ, թե ինչ է բարին եւ Տերը ինչ է ուզում քեզանից։ Հալելույա։ Ստե հարց է ասում, էլի։ Ասում է քեզ հայտնի է, չասես հայտնի չի։ Մարդիկ գիտես չեն անում, ասում ես չգիտեի, դու լավ էլ գիտես։ Ես ասում եմ քեզ, լավ էլ գիտես, թե Աստված քեզանից ինչ է ուզում։ Հալելույա։ Առաջերտին ուզում է, որ դու, հա, մաքուր լինես։ Մաքուր սիրտ ունենաս։ Որ իրան պաշտես ամբողջ հոգով սրտով էությամբ, որտեղ ասում է, ես նախանձոտ Աստված եմ։ Գիտես նախանձոտ լրիվ ուրիշ բան է, նախանձն ու նախանձոտը ուրիշ բան է, Աստծո նախանձը լրիվ ուրիշ է, մարդկային նախանձը ուրիշ է, մարդկային նախանձը ոսկորդներ է պտեսնում, բայց Աստծո նախանձը մարդուն բարձրացնում է, որտեղ նախանձավոր է, որ մենք ինչ անենք, բարձրանանք իր մեջ, որ ապահով լինենք, հալելույա։ Ասում է, թե ինչ է բանի, եւ Տերը ինչ է ուզում քեզանից, այլ միայն իրավունք անել, ողորմություն սիրել եւ խոնարհությամբ վարվել քո Աստծո հետ։ Հիմա արեք նայենք մեր կյանքերին, արդյոք այս ամենը մենք անում ենք։ Երբ որ գալիս է պահը, երբ որ մենք պետք է իրար հետ ճիշտ խոսանք, ինչ ենք անում, ճիշտ չենք խոսում։ Երբ որ գալիս է պահը հավատարմության, հավատարիմ չենք լինում։ Երբ որ գալիս է պահը, որ ես պետք է իմ քրոջ համար կանգնեմ, իմ եղբոր համար կանգնեմ, չեմ կանգնում։ Երբ որ գալիս է պահը միաբանության պատերազմի, որ դու պետք է պատերազմես, դու ինչ ես անում, փախնում ես պատերազմի դաշտից։ Հիմա դու կասես ոնց։ Գիրք չես կարդում առաջինը, երկրորդը չես աղոթում, երրորդը մեկտեղ հավաքվելը թողում ես, ու ինչ անում, մի դառը արմատ, կամանց, աճում է մեջդ։ Ու գալիս է դառնությունը։ Ինչ ուզում է Աստված ասի, դու հակառակվում ես։ Ու կորցնում ես Աստծո հետ փոխադարձ կապը։ Մեզի հայտնի, այո, եւ խոնարհությամբ վարվել քո Աստծո հետ։ Դու ուզում ես Աստծո հետ ճիշտ փոխհարաբերություն ունենաս։ Ո՞վ է ուզում։ Ես ուզում եմ։ Ես փափագում եմ դրան, որ չկորցնեմ իր վստահությունը։ Այսօր բոլորս վստահություն ենք ձեռք բերել Աստծո մոտ, որտեղ հավատացել ենք, որ ինքն է մեր Աստվածը, ինքն է մեր փրկիչը, ու ինքն է մեզ ազատել անմահից։ Կաս թե մարդը, որ հավատում է, որ Աստված իրան ազատել է մահից։ Որ մահը այլևս մեր վրա իշխանություն չունի, որտեղ Քրիստոսի հոգին մեր մեջ է։ Տեր, շնորհակալ ենք քո Սուրբ Հոգու համար, հալելույա։ Ու մարդիկ հանգստանում են, դե դու Տեր իմաստված քո հոգին մեր մեջ է, ու մենք ոնց ուզենք այդպես կվարվենք, դա ուզում Աստված։ Կար մի տեղ, որտեղ մարդիկ ուզեցին իրանց ուզածով անել ու գնացին ավետյաց երկիրը գրավեցին։ Կա մի տեղ։ Մենք կարդում ենք, չէ՞ որ երբ որ մարդիկ ուզեցին իրանց ուզած անել, այնքան հետաքրքիր էր։ Աստված հանեց։ Աստված փրկեց,
Ամբողջ Եգիպտոսը սուքի մեջ էր, բայց իրանք ուրախության։ Փառք Հիսուսին։ Ասա փառք Հիսուսին։ Կարող ամբողջ աշխարհը սուքի մեջ լինի, բայց դու ուրախության մեջ ես, որտեղ Քրիստոսի արյունը, ասա Քրիստոսի արյունը։ Քեզ կյանք ա տվել։ Որ սատանան չի կարացել մոտենա, որ սատակիչը չի կարող մոտենա քեզ, եւ դա բավարար է, որ դու ամբողջ հոգով, սրտով եւ էությամբ նվիրվես իրան ու իրան պաշտես։ Գիտես, ուրախացրեց, հալելույա, սա լացեր, ամեն Իսրայելի մեջ ուրախություն էր, ամեն տան մեջ։ Գիտեք ինչն էր պատճառը, գառնուկի արյունը։ Մի փոքր բան արեցին։ Ասո ուզածներ, բայց ասո ուզած ինչի համար էր, իրանց լավ լինելու համար էր, ճիշտ է։ Եվ պատկերացրեք մեկը չլսեր ու չաներ այդ։ Կմտներ իր տուն, թե չէր մտնի։ Սատակիչը կմտներ այն տունը, որտեղ որ գառնուկի արյունը չլներ։ Կմտներ, բայց չմտավ։ Ինչի, որտեղ լսեցին։ Լսեցին ու արեցին։ Հիմա Աստված ուզում է, որ դու լսես ու անես, որ դու ազատվես, հալելույա։ Այդքանը բանը արեց, ուրախություն բերեց, որտեղ ոչ մի կորուստ չեղավ։ Ու Աստված չի ուզում, որ դու կորուստներ ունենաս։ Աստված ամեն բան արել է, որ դու լիարժեք լինես իր մեջ։ Որ կորուստներ չունենաս, ոնց որ գիտես աշխարհը շատ կորուստներ կարող ունենա, բայց դու չես ունենա, եթե դու Քրիստոսի հետ ես։ Ինչ էլ որ կորցնես, դա լավ է։ Ասում է, իրանց ունեցվածքի կորուստներ, հա, ուրախությունով ընդունեցին։ Որտեւ այն ունեցվածքը, որը կարող է իրանց Աստծուց հետ պահել, ինչ եղավ, գնաց իրանցից, որ իրանք ավելի մոտենան Աստծուն։ Այսօր եթե ասես մեկին ինչ-որ բանից հրաժարվի, որտեղ Տերը քեզ կոչման մեջ է, կանչել է, որ դու ծառայես իրան, հալելույա, ինքը ուզում է, որ դու ծառայես իրան։ Ինքը ուզում է, որ դու անես այն ինչ որ իր կամքն է։ Նոր ասում ենք, հանձնվում ենք քեզ։ Գիտես քանի անգամ են շատերը երգում ես երգը։ Դու այսօր երգում ես այդ երգը մեր մի։ Տեր, ինչ ուզում ես արա։ Հիմա պատկերացրեք, Աստված գալիս է ասում է, դու ես ասել ինչ ուզում եմ անեմ։ Ամեն։ Դու չէ նոր երգում։ Ով հավատում որ Աստված կենթանի է։ Ես էլ եկել եմ, ինչ ուզում եմ անում եմ, հալելույա։ Դու պետք է թողես ամեն բան ու իմ հետևից գաս։ Պատրաստ ես։ Էդ է իմ ուզածը։ Իմ ուզածը որ դու ամեն բան թող ժամանակը դու արի իմ հետևից։ Իմ ուզածը էդ է։ Նոր երգում ես, ինչ ուզում ես արա։ Ես էլ եկել եմ։ Իմ ուզածը էդ է։ Քո ամբողջ կյանքդ նվիրիր ինձ։ Ո՞նց եկավ։ Ասես Պետրոս։ Արի իմ հետևից, հալելույա։ Թողեց ամեն բան գնաց։ Ո՞րն էր Աստծո ուզածը։ Արեց Պետրոսը Աստծո ուզածը։ Բայց դու քիչ ես անում։ Ու Աստված գալիս է, ասում է, բայց դու քիչ ես անում։ Բայց իմ ուզածը սա է։ Իմ ուզածը որ դու ինձ ծառայես ամբողջ հոգով, սրտով եւ չա։ Դա է իմ ուզածը։ Դու լավ գիտես որն է իմ ուզածը, բայց դու արդարացնում ես քո սխալները, դու արդարացնում ես քեզ։ Ուզում ես օրհնված լինես։ Չես կարող օրհնվես, եթե դու իմ ուզածը չես անում։ Հավատում ես, եթե մենք Աստծո ուզածը չենք անում, մենք չենք կարող օրհնված մարդ լինել։ Փառք Հիսուսին։ Լավ բան է, չէ՞ մտնոլորտ է։ Փառք Հիսուսին։ Ես ուզում եմ ճիշտ վարվեմ քո հետ, Հիսուս ջան։ Հալելույա։ Ոնց որ եթե այսօր կան բաներ, որոնք դու չես տեսնում, գոռա Հիսուսին։ Հիսուս, Դավթի որդի։ Ինչ ես ուզում որ ան աշկերտս բացել դե հերիքա։ Կուրորեն մանգամ։ Չեմ ուզում այս աշխարհի ցանկությունների մեջ ապրեմ։ Օգնի ինձ։ Ո՞վ հավատում որ Աստված կարա վարքյանական օգնի։ Հալելույա։ Երբեք չասես ուզում եմ այս մեկից բարձր լինեմ, այն մեկից բարձր լինեմ։ Կա չէ՞ ձեր բան, որ մարդիկ ուզում են մեկից բարձր լինեն։ Հենց մի հատ հաջողության մեջ բարձրանում են, արդեն վերևից են նայում։ Սա փոքր են, ինքը մեծ է։
մեծը մեր Աստվածը։ Ասա մեր Աստված ամենամեծն է։ Իսեսը ամենափոքրն է իր ոտերի տակ։ Պողոսն ասում է ես վերջինն եմ, որ հեչ չունել այդ հույսը, որ կարամ առաքյալ դառնամ։ Ամենավերջինն եմ առաքյալներից։ Բայց մենք տեսնում ենք, թե ինչ մեծ տեսիք իրականացրեց մարդկանց ազգերի մեջ, որտեղ Աստված խոսք ուներ։ Պատտվի կողքին տաս Աստված քո համար գործ ունի անելու։ Ես շատ է ասում, Տեր իմ Աստված, դու գիտեք, որ այս եկեղեցին իմս չի։ Ստես դու։ Ես ժամանակավոր մարդ եմ։ Եկեղեցին ոչ մեկինը չի, եկեղեցին Հիսուսինն է։ Այսօր ես կամ վաղ չեմ, եկեղեցին առաջի տարից կա, միջև հիմա կա։ Ստես դու։ Բայց ի՞նչն է կարևոր, որ մարդիկ փոխվել են, բայց եկեղեցին մնացել է։ Այնց որ կարևորը գիտեք որն է, որ այն ժամանակահատվածի մեջ, որտեղ որ Աստված ուզում է քեզ եկեղեցու մեջ օգտագործի ու տանի հավիտենական եկեղեցուն միացնի, ուրեմն խոնարհվի հավատարիմ ձևով, հալելույա, արային ինչ որ Աստված է ուզում։ Փառք Տիրոջը։ Ի՞նչն է խանգարում, Տեր, հալելույա։ Գիտես Միքիա 6-րդ գլխի 3-րդ խոսքից եմ ուզում կարդամ։ Ես զարմանում եմ Աստծո համբերության վրա։ Գիտեք ինչքան է համբերում մեզ։ Պատտվի կողքին տասը Աստված քեզ լիքը համբերում անում։ Հալելույա։ Որտեւ եթե Աստված չհամբերեր, հիմա մենք 100%-ով ստե չենք կրնի։ Բայց Աստված համբերում է։ Երկայնամիտ է, սպասում է։ Սպասում է, որ վերջնական մեր արձագանքը տանք։ Հալելույա։ Ով իմ ժողովուրդ, ես քեզ ինչ եմ արել եւ ինչով եմ քեզ հոգնեցրել, պատասխանիր ինձ։ Ինչ եմ արել։ Ու գիտես, Աստված է խոսում։ Ու նույնը գալիս է շատ մարդկանց մոտ ասում է, քեզ ինչ եմ արել, որ հոգնել ես։ Կան չէ մարդիկ ասում են հոգնել ենք։ Ժամանակ չունենք։ Բերեց, հանեց, այդքան հրաշքներ արեց Աստված, ծովը ճեղքեց, այն մարդիկ ովքեր ընկել են հետևից խորտակեց։ Բոլոր թշնամիներին ոտատակ տվեց, ասեց է չեք տեսնի։ Բերեց, հանեց միտեղ որ պետք է փառքը տային ասում, ամբողջ գոհություն տային ասում, բերեցին նա որդ սարքեցին։ Ասին մի հատ սարքենք, ասենք, որ ինքն է հանե։ Մտածում ես, ասում ես, ոնց։ Ու այսօր շատերի կյանքում նույնն է։ Աստված հանում է ցեղից, մեղքից, մահից, տանում է, հրաշքներ անում, բարձրացնում է, լվացում է, հագցնում է, օրհնում է։ Ասում արեք մի հատ այս հոթը, այս գործս իմ համար առաջնային է։ Արի իրան պաշտենք։ Ու գնում է խոնարհվում է, սաղ ամբողջ ժամանակը տալիս է այդ գործին։ Մոռանում է նրան, որ ստրկության միջից մենք ստրուկ ենք եղել։ Դու գիտես, որ ստրուկ ենք եղել։ Մենք աշխարհի մեջ ստրուկ ենք եղել սատանայի ձեռքերում։ Իրականքն ենք արել, չար ենք եղել, չկամեցող ենք եղել, բայց Աստված մեզ հանել է։ Իրա բարությամբ, իրա սիրով, որ այսօր մենք էլ մեր սերը դրսե, որ ենք առ Աստված, ասենք Տեր իմ Աստված, ոչ թե միայն քեզ ենք սիրում, այլ սիրում ենք իմ կողքից նստածին։ Պատտվի կողքին տասա, ես քեզ սիրում եմ։ Որովհետև եթե ես քեզ չսիրեմ, որ տեսնում եմ, չեմ կարող ասում սիրեմ, որ չեմ տեսնում։ Դրա համար սիրիր։ Քո ընկերոջը քո անձի պես։ Դե ինքը ով է, որ ես իր հետ ընկերություն անեմ։ Իմ մեքենան նստացնեմ, հանգած կնստի, բաները կեղտոտի են։
ջեննիկներ, թանգանոցի ջեննիկներ, չնստի անգար գերտոտի։ Գիտես ինչքան մարդ եմ նստեցնում։ Մարդիկ գոմից դուրս են գալի, գալիս են նստում են մեքենան, հոտ անգնում, թրիկ առնում, բայց ես ուրախ եմ։ Երբեք չեմ մտածում, որտեվ ինչ է կարևորը սերը, որ ցուցաբերես այդ մարդու նկատմամբ։ Որ քեզ երբեք բարձր չդասես։ Երբ որ մարդը իրան համարում է բարձր դասի ու մյուսին նվաստացնում է, ինքը Աստծուց չի։ Ստեք դուք։ Հալելույա։ Պատկերացրեք Քրիստոսին։ Քայլում է։ Սա այդ բորոտներից փախնում էին։ Գիտեք, չեն ժամանակ բորոտների համար դրոշակներ էսնես վեկանաց, ման է գալ, որ հանգած մարդ չմոտենա։ Այդպես է չի։ Գիտեք կան մարդիկ կան այդ բորոտության մեջ։ Որ մարդիկ չեն ուզում շփվեն իրանց հետ։ Այ իրանք արժանի են, որ ես իրան նստեցնեմ իմ սեղանի շուրջը։ Ասում է Տերը, ասում է աչառություն մի արա, հա։ Ասա Տիրոջ ուզածը, որ ես աչառություն չանեմ։ Ու ինչ անում Աստված։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Կանգնում են ասում են Հիսուս, եթե կամենաս մեզ կսրբես, որտե միջև այդ ես իմ քանի հոգու էին խնդրել, աղա չէ, այդ բժիշկներ, երես իմ ինչ էր, սաղից առամարված մի հատ դրոշակ էին վեկանել ու գնում էին։ Ու գիտես ցավալին որն է, որ վերջնական իրանք հասկացան, որ կան մեկը, ով որ կարա իրանց մոտենա, որ Հիսուսը բաց էր բոլորի համար, հենց այդ բորոտների համար էր, բայց ես նայում եմ, հալելույա, այդ 10-ն էլ բժշկվեցին, ասա 10-ն էլ բժշկվեցին, հիմա պատկերացրեք, 10 բորոտ բժշկված են, սրբված, մաքրված, գիտեք, չէ, արհամարված էին, աշխարհի մեջ հեչ դիրք չունեին, ոչ մեկի մոտ, հա, ոչ մեկի մոտ արժեք չունեին։ Ու Հիսուսը, ու շատ մարդիկ այսօր, հա, Աստված որ հանեն է, այդ անարժեք տեղից վերցնում է, արժեքավոր է դարձնում։ Տեսակ ինչ արեցի ձեզ։ Սաղից առամարված էիք, ցածրում էիք, բայց ես եկա ձեզ մաքրեցի, սրբեցի։ Ու գիտես մի հոգի է գալի։ Հիսուս ջան, շնորհակալ եմ, հալելույա։ Ինձ մաքրեցի, սրբեցի։ Ցավում էր Հիսուսը, ինչ եք մտածում, ցաված սրբը, թե չցաված։ Եթե չցաված չէր ասի, բա ինին ուր են։ Ու այսօր շատ ժամանակ Աստված ասում է, բան են ուր են։ Ուր են, որ ես ցեխից հանեցի, են ում որ ես մաքրեցի, օրհնեցի, տվեցի, բարձրացեցի ուր են։ Ասա Տեր, ես տես չեմ վարվի քո հետ։ Բարձրացած ձեռքերդ ասա Տեր իմ Աստված, ես ճիշտ կվարվեմ քո հետ։ Փառք Հիսուսին։ Հասկանում եք, չէ՞ ինչի մասին եմ ասում։ Ինչ ես ուզում Աստծուց եւ Աստված ինչ է ուզում քեզանից։ Ասում է ինչով եմ հոգնեցրել։ Հենց մի հատ ասա էլի։ Ինչ վատ բան եմ արել։ Ու այսօր շատ ծառայողներ կան, հա, սենց հարցակման տակ։ Ինչ արեմ մարդը։ Բորոտների համար աղոթում է։ Գնում այն ամենա կարիքավորներին օգնում է։ Ով որ կանչում է գիշեր կնի, ցերեկ կնի, կանչում է գնում է իր մոտ աղոթում է։ Վերջին ասում են ինչ արել որ։ Գնահատական, ասա գնահատական։ Այն մարդկանց, ովքեր որ իրանց կյանքը դրել են Քրիստոսի մեջ։ Ովքեր որ իրանցը չեն փնտրում ու իրանց կյանքի համար, հա ոչ մի բան չունեն մտածելու։ Այսօր Աստված ուզում է, որ մենք առաջի տեղում դնենք իրան, հալելույա։ Սիրիր քո Տեր Աստծուն։ Պտտվի կողքինիդ ասա այս խոսքերը։ Սիրիր քո Տեր Աստծուն, ամբողջ հոգով, սրտով եւ էությամբ։ Երկրորդն էլ սրա նման։ Սիրիր քո ընկերոջը, ասա։ Քո անձի պես։ Եվ ամբողջ օրենք կատարեցիր։
Փառք Հիսուսին։ Ոնց սիրեմ։ Հիմա ես հավատում եմ, եթե դու հավատք ունես, եթե դու վստահ ես, եթե դու քայլ անես, Հիսուսը կօգնի։ Եթե դու սրտանց ապաշխարես իր առաջ, ու ասես Տեր, ես չեմ ուզում ունես ոնց որ ես եմ ուզում, այլ քո կամքն եմ ուզում, հա, երգում ենք։ Ինչ ուզում ես արա, հալելույա։ Ինքն ասում է եկել եմ, հա, ինչ ուզեմ անեմ, դու ասում ես այո։ Հիմա պատկերացրա Հիսուսը, դու հավատում ես որ Հիսուսը ստե է, որտեղ խոսքն է ասում, երբ որ կհավաքվեք իրար հետ, 2-3 հոգի էլ հավաքվեն, ես իրանց հետ եմ նրանց մեջ։ Հալելույա, ամեն։ Եկին ասում է, հիմա դու ես ասել, ինչ ուզում ես արա, ուզում եմ, որ դու ուրբաթ օրերը գաս աղոթքի։ Դե գիտես Տեր ջան, հալելույա։ Արեք ճիշտ խոսանք, ամեն, ճիշտ լինենք այսօր Աստծո հետ։ Դե գիտես Տեր ջան, այնքան զբաղված եմ, որ ուրբաթ օրը չեմ կարող։ Լավ, ուրբաթ օրը չես կարող, չորեքշաբթի օրը արեք գնում ենք իրար հետ Երևան։ Ընդ եք աղոտ։ Դե գիտես, այնքան զբաղված եմ, չեմ կարող։ Դե լավ, եթե չես կարող, գոնե շաբաթ օրը արի երեկոյան ընդ եք ծառայությանը։ Դե գիտես, զբաղված եմ։ Լավ, կիրակի օրը արի ստե, էլի զբաղված եմ։ Բա դու ես ասում ինչ ուզում ես կանեմ։ Գիտեք, հետաքրքիր այն է, որ շատ ժամանակ մենք կարդում ենք, բայց իմաստություն ձեռք չենք բերում Աստծուց, որ հասկանանք ինչ ենք ընդհանրապես անում, որ Աստծուն հաճելի լինենք։ Ու Աստծուն ճանաչելով Աստծուն Աստծո տեղ չեն դնում։ Ու մտածում են, որ իրանք են ինչ-որ բան իրանցից ներկայացնում։ Սիրելիներս, Հիսուսը մի հետաքրքիր խոսք ասեց, առանց ինձ, ասա առանց նրա, ոչինչ չես կարող անես։ Ուզում ես քեզ ճղի, ուզում ես ինչ ուզում ես արա, բայց առանց Հիսուս, ով հավատում որ Աստված սեր է։ Առանց սիրով դու ոչ մի բան չես կարող անես։ Ինչ էլ որ անես, եթե մեջը սեր չկա, ուրեմն ոչինչ է։ Ստես դու։ Ես սիրում եմ, հալելույա, ես այնքան եմ սիրում, դոշի տեսած խոսում եմ, ես այնքան եմ սիրում քեզ, հալելույա, բայց հենց ժամանակը գալիս է, որ դու այդ սերը դրսևորես, որ այդ սերը գործողություն է, դու ասում ես ժամանակ չունեմ։ Փառք մեր Աստծուն։ Ամեն, հալելույա։ Բայց այն ինն ուր են։ Գիտես, այնքան հետաքրքիր Տերը խոսում գիշերը սրտիս հետ ես, այնքան է ուրախացած ասում եմ Տերի Աստված, փառք քեզ, որ ես ճիշտ տեղում եմ։ Որ ես ճիշտ եկեղեցում եմ, որ իմ կողքը կան ճիշտ մարդիկ, ովքեր որ ճիշտ ժամանակին ինձ պատրաստ են օգնելու։ Սա կանան մարդիկ թևեր թափնան, ասեն, գնա ոնց ուզում ես հարցեր լուծի, բայց մարդիկ օգնում են։ Որովհետև սիրում են Հիսուսին։ Դե թող հազարավոր մարդիկ ասեն, որ իրանք չեն սիրում։ Ես խոմ տեսնում եմ, որ սերն է այս գործողությունը բերում։ Հալելույա, ամեն։ Կամեցողությունը, օգնությունը, երբ որ դու կարիք ունես ու մեկը կանգնում է կողքդ, ասում է, հարց չկա։ Փառք Տիրոջը։ Ու այդ ձևի մարդիկ հարգանքի են արժանի։ Հարգանքի են արժանի միջև վերջ, որ դու իրանց համար էլ կանգնես, ու երբ որ իրանք, հա, իրանց է պետք, դու էլ իրա կողքը գնաս կանգնես, ասես ես քո հետ եմ, հալելույա, որովհետև այն ժամանակ, երբ որ ես դժվարության մեջ եմ, դու ես իմ կողքս։ Կա մարդ, որ կյանքում դժվարություն ա եղել ու ինչ-որ մեկ իրա կողք կանգնել է։ Փառք Հիսուսին։ Ոնց որ մի 60%-ի մոտ է կանգնել։ Դժվար վիճակ է, մեկը գնում ես մեկին դիմում ես, ինքը չի մերժում, ասում է, ես կմտածեմ։ Հետո ունես բան անում, որ դու շշում ես, ասում ես, Տեր, նյուժելի։ Հալելույա։ Ամենաթանկն է տալիս։ Ստես դու, ամենաթանկն է տալի։ Ասում է, ես առաջինը սկսեմ ընձնից, իմ թանկը տամ։ Ու երբ որ ինքը իր թանկը տալիս է, անդե Աստված լրիվ ուրիշ գործ անում։
Մի հատ կին կար, եկավ աղջիկը հիվանդ էր։ Վատ։ Ինքն էլ լավ վարքի տեր չէր։ Բայց լսել էր Հիսուսի մասին։ Սաղ իրան գիտեին որպես ոչ լավ մարդ։ Չէին ընդունում։ Ոչ մեկը առամարում էին։ Ես չգիտեմ ինչ էր պատճառը, բայց պատճառը հաստատ լավը չէր, որ առամարում էին։ Ու եկավ Հիսուսի մոտ, ասեց, աղջիկս չարաչար տանջվում է, Հիսուս ջան, խնդրում եմ օգնի։ Գիտես, սրտանց եկավ։ Եկավ հավատքով, որ Հիսուսը օգնելու է իրան։ Ու գիտես Հիսուսը ինչ ասեց, արժանի չի, հա, վերցնել հացը երեխաների ու շներին տալ։ Արժան չի։ Գիտես այնքան անարժան մարդիկ կան, որ Աստված արժանացնում է իրանց հավատքի պատճառով։ Իրանց խոնարհության ու ձգտելը, որ Քրիստոսի հետ հանդիպեն։ Ասես Տեր իմ Աստված, շներն էլ իրանց տերերի, նայեք տերերի, ասած դու ես իմ տերը, քո սեղանի փշունքներից ես իրավունք ունեմ, դուր ինձ։ Իմ բաժինը։ Ասա Աստված ինձ հավատքի բաժին ա տվել։ Դա օգտագործի, չես օգտագործում։ Ո՞վ է ձեռքդ բռնում։ Ես գիտեմ լավ ով է բռնում, բայց դու պետքա ցկտես, Աստծո հետ ճիշտ փոխհարաբերություն ունենաս, որ ամեն ինչ լինի նենց, ոնց որ Աստծո կամքն է։ Ոայ Տեր Աստված, կներես ինձի հալելույա։ Գիտեք, ու մարդը մտածում է, որ ինքը երբ որ չծառայեց Աստծուն, ինչ որ մեկին վատություն անում։ Եթե Աստծո, հա, կամքը չի անում կամ Աստծո ուզածը չի անում, ինքը ինչ որ մարդու վատություն անում։ Ոչ, սիրելիս։ Մարդը առաջինը ինքը իրան է վատություն անում, եթե ինքը իր ծառայությունից հրաժարվում է։ Եթե ինքը ավելի ընտրում է իր եսը, իր հպարտությունը, իր ճանապարհը, քան թե Աստծուն, այդ ժամանակ ինքը իրան է վնասում։ Երբեք Աստված ոչ մեկի կողմից չի վնասվել ու չի վնասվելու։ Դուք տեսել եք, որ մեկը վնասեր Աստծուն։ Ամբողջ սկզբից մինչև վերջ, տեսել եք, որ ինչ որ մեկը կարացավ վերջնական վնասել ու Աստծուն իր ծրագրերից գցել։ Ասա Աստծո ծրագրերը չեն վերջանալու։ Պատտվի կողքինիդ ասա Աստծո ծրագրերը չեն վերջանալու։ Ոչ ինձանով սկսել է, ոչ էլ ինձանով վերջանալու է, որտեղ ամեն բան նրանով սկսվեց, ասա ամեն ինչ Հիսուսով սկսվեց։ Եվ իրանով էլ վերջանալու է։ Մարդիկ մտածում են, որ իրանով սկսեց, իրանով էլ պետք է վերջանա։ Չէ, ով է ձեզ խաբել։ Իրանով է սկսել։ Դու էլ ես իրանով սկսել։ Ու Աստված ուզում է, որ իրանով էլ վերջացնես։ Փառք Հիսուսին։ Ով է ուզում իրանով վերջացնի։ Գիտեք, մի հատ հետաքրքիր խոսք էր ասում գաղատացիներին։ Ով անմիտ գաղատացիներ, ձեզ ով կախարդեց, որ լավ սկսեցիք, բայց վատ վերջացրեցիք։ Որ հոգով սկսեցիք, մարմնով վերջացրեցիք։ Փաստորեն, լավ էլ սատանան գործ անում, որ մարդկանց կախարդի։ Այն մարդկանց, ովքեր որ լավ սկսում են հավատքով, ու գալիս է ժամանակը, որ այս երկի, հա, բառերը իրանց կյանքում օգտագործեն, ինչ ուզում ես արա, ու Աստված գալիս է, ուզում եմ էսի անեմ, դու ասում ես չէ կներես։ Փառք Հիսուսին, դու ուրախ ես։ Ասա ես ուրախ եմ լինելու, երբ որ ինձ ասեն արի Տիրոջ տունը գնանք։ Հենց ասում են աղոթքի պետք է ուրախանաս։ Հենց ասում են արեք Աստծո խոսքը պետք է կարդանք ուրախանաս։ Հալելույա։ Ամեն։ Ոչ ժամանակ չունեմ աղոթելու։ Դու պետք է այսօր որոշում կայացնես, սիրելի եկեղեցի։ Ստես դու։ Դու ուզում ես կյանքը, ասում ես որ կյանք ես սիրում։ Ո՞վ է կյանք սիրում։ Ես եմ այդ կյանքը սիրում։ Որ կյանք ես սիրում, կյանքը Հիսուսն է։ Իմ կյանքի Տերը Հիսուսն է։ Ես իրանով արթնանում եմ, իրանով պարկում եմ, որտեղ խոսքն ասում,
Դավիթն ասում էր քեզնով պարկում եմ, քեզնով արտանում եմ, Տեր իմ Աստված։ Հալելույա։ Հետո նայում եմ սրտի մեջ ընդ ոչ մի վատ բան չեմ տեսնում, բայց երբ որ տեսնում եմ, խնդրում եմ Տեր իմ Աստված, մաքրի սրտի ինձ։ Քո Սուրբ Հոգու սանձը դիր իմ շուրթերից, որ հանգած սխալ բան չխոսեմ։ Որտեղ ամեն ժամանակ ինքը տեսնում է իր առջև ծառացած բոլոր խնդիրները, ապաշխարում էր գալիս էր ասում մոտ։ Ունեցի այն մարդուն քո կողքը, որը կգա ու քո սխալները կասի, այդ ձևի մարդ, ով որ դու վստահում ես։ Ոչ թե այն ձևի մարդ, որ ինչ-որ մեկին ասես մի բան ու սաղ եկեղեցին իմանա։ Ու սկսվի քննարկումներ, այդ քննարկումները լավ բանի չեն հասցնում։ Երբ որ եկեղեցին ընկնում է քննարկումների մեջ, ոչ ճիշտ, ոչ հոգով, այլ շնչով ու իրանց ուզածով, այդ ժամանակ հենց այդ մարդկանց համար է վատ։ Որտեղ հոգուց ծնված, ասա հոգուց ծնվածը հոգի է։ Եվ հոգևոր ձևով է նայում, Աստծո խոսքի համաձայն։ Եվ մենք սկսում ենք քննել մեր կյանքերը։ Դավիթն ասում էր իմ սրտի մեջ նայեցի, բայց ընդ անօրենություն չգտա, սխալ բան չգտա։ Հիմա նայենք սիրելիներս, ճիշտ է հակառակվել քո եղբորը կամ քրոջը։ Որտե՞ղ է գրած, որ ասում է դու այնքան լավն ես ու քո դիմացինը վատն է, կամ մի տեղ է ձև բան գրած, որ դու պետք է հակառակվես, որ դու պետք է փնովես։ Այսօր լավ խոսք էր, ով որ մեղ չի գործել, թող առաջինը վեկալի քարը գցի։ Չէ, ոնց ես անմեղ եմ։ Եսայա 59։ Ասա Տեր իմ Աստված օրհնիր այսօրվա օրը իմ։ Եսայա 59 առաջի խոսքից։ Ահա, Տիրոջ ձեռքը չի կարճացել։ Ասա չի կարճացել Տիրոջ ձեռքը։ Փրկելուց եւ նրա ականջը չի ծանրացել լսելուց։ Ասա իմ աղոթքները այսօր հասնելու են տեղ։ Բացացա ձեռքերդ։ Ասա ես հավատում եմ քո խոսքին, Տեր, որ քո ձեռքը չի կարճացել եւ քո ականջը չի ծանրացել լսելուց։ Հալելույա։ Քանի ժամանակ ունենք, պետք է հենց հիմա, ասա հենց հիմա։ Ինչ անենք։ Քանի Աստծո ականջները չի ծանր, որտեվ ասում է, չէ՞ խոսքը կգա ժամանակ դու կխտրես, ես չեմ անի։ Չեմ լսի։ Գրած է ձևի խոսք։ Կգա ժամանակ, հիմա ես եմ կանչում։ Ասա հիմա Աստված ուզում է, որ իր ուզածը անեմ։ Որ երբ որ գա ժամանակ, Աստված է քո ուզածը անի։ Բայց հակառակը չի լինում, որ Աստված քո ուզածը անի, հալելույա, հետո նոր դու իր ուզածը անես։ Առաջինը ես պետք է անեմ քո ուզածը, Տեր։ Սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ հոգով, սրտով եւ վերությամբ։ Հալելույա։ Սա պատվիրում ձեզ։ Պատվիրում եմ ձեզ, որ իրար սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի։ Ասա Տերը կանգնած պատվեր է տալի։ Ոնց սիրեմ։ Գլխիս ինչ ասես չեն արել, ոնց սիրեմ, ասա սիրի։ Ինձ էլ խաչը հանեցին։ Բայց ես այսօր սիրում եմ այդ խաչաններին, խաչողներին։ Սիրում ա թե չի սիրում։ Ինչքան մարդ խաչելուց հետո հավատում եք, որ այդ խաչող գոռացողներից լիքը մարդ ապաշխարեցին։ Այն զինվորներից սկսած։ Ապաշխարեցին թե չապաշխարեցին։ Ինչն էր, Հիսուսի սերն էր։ Հիսուսի սերը մեծ է անսահման։ Հալելույա, ամեն։ Հեչ երգում ես։ Կաս թե մարդ, որ երգելով գնում ա կողքից ասում են կաղված ցնդել ա։ Հալելույա։ Մի հատ մեր քուրիկներից կար մեծահասակ, ինքը որ ճանապարհը գնում էր, սա ասում է ինքը ոնց որ ինքը իրանով խոսում է։ Բան մեր մոտ էլ sense տպավորություն էր, որ դժվել այս կինը։ Օլատատին էր։ Սա ինքը իրանով խոսում է, երգում է, բան անում, հետո որ ես եկամ հավատքի, ինքը մեր հարևանն էր։ Դեզևի տպավորություն ասեմ, օլատատիկը։ Հետո որ ես եկամ հավատքի, ու Սուրբ Հոգով մկրտվեցի, սկսեցի լեզուներով աղոթել ուշեղ։ Հալելույա,
քայլում էի, աղոթում էի բարձր։ Քայլում էի, երգում էի։ Այն ժամանակ էլ հոգեգանստական լավ երգեր կային, չէ՞։ Աղբյուր բացվեց, ջուրը խմեցի։ Կողքից նայում էին, սա գյուղը ասում էր, ես Լեոն խփնվել ա։ Ավելի լավ է Քրիստոսի համար խփնված ասեն, քան թե գնաս են պատերի տակ բլոտ խաղասետները։ Ամեն, Փառք Հիսուսին, Տերը հավատարիմ է։ Հիմա, Տերը ասում է, ինչով եմ հոգնեցրել։ Ահա Տիրոջ ձեռքը չի կարճացել փրկելուց եւ նրա ականջը չի ծանրացել լսելուց։ Այլ ձեր անօրենություններն են բաժանում ձեր եւ ձեր Աստծո մեջ տեղը։ Եվ ձեր մեղքերը ծածկեցին նրա երեսը ձեզանից, որ չլսի։ Դուք պատկերացնում եք ինչն է պատճառը, երբ որ Աստված չի լսում։ Ու շատ ժամանակ մենք աղոթում ենք ու չի լինում։ Ասում է ձեր մեղքերն ու ձեր անօրենություններն են, որ ծածկում են Աստծո երեսը, որ ձեր աղոթները չլսվի։ Բայց Աստված, հալելույա, ձերքը չի կարճացել փրկելուց, եւ նրա ականջները չի ծանրացել քեզ լսելուց։ Երբ որ դու սրտանց կգաս Աստծո առաջ ու կասես Տեր, ների իմ մեղքերը, ների ինձ Տեր իմ Աստված, այն ինչ որ չեմ արել քո համար, այսօրվանից որոշում եմ կայացնում ունեմ, հալելույա։ Կաս թե մարդ, որ այսօր ուզում է որոշում կայացնի, մինչև վերջ Աստծո հետ գնա։ Մինչև վերջ։ Ես մարդը պտուղ է բերում, ես զարմանում եմ, լուրջ եմ ասում, պտուղ բերողի վրա այնքան հարձակում է գալի, այն ով որ իրան դրել է պտուղ բերողի տեղ, բայց պտուղ չի բերում, սկսում է փնովել նրան, ով որ պտուղ է բերում։ Մարդու ծառայության ժամանակ լիքը մարդիկ ապաշխարում են, բժշկվում ու ազատագրվում, հալելույա։ Ու մարդն է ծառայում է իր կյանքում ոչ մի բան չկա։ Просто ծառայում է ծառայելու համար, էլի ասենց իր համար, ոչ թե Աստծո համար։ Պտուղ էլ չկա, նայում ես, ուր է քո պտուղը չկա։ Ես ես վերջում ասում եի, չէ՞։ Տերը ուզում է, ասա Տերը ուզում է, որ իմ անունը, ասա որ իմ անունը ամեն օր հնչի երկնքում։ Կա է ձևի բան։ Աստված ասել է, որ իմ անունը դավանի մարդկանց առաջ, հիմա պատկերացա առավոտ շուտ ես դավանում եմ Քրիստոսի անունը, գնացել եմ ինչ-որ տեղ, մարդիկ չեն ճանաչում Հիսուսին, ես գնում եմ ասում եմ, Հիսուսը իմ Տերն է, ես հավատացյալ եմ, ես Աստծո ծառա եմ, կուզենամ աղոթեմ քո այս հարցի շուրջը, մարդն էլ ասում է հալելույա, հələ չի եղել մեկը, որ ասի իմ համար մի աղոթի։ Ստես դու, չկա մի մարդ, ով որ կարիքը չունի աղոթելու։ Երեք հիվանդանոցում ես նայում էի, չկար մեկը, ով որ կարիք չունենար մխիթարության։ Այլ աղջիկ էր նստած, այնքան էր լացում, այնքան մխկտում էր, սեր նայում եմ ասում, մարդ չկա կողքը, մենակ ինքն է։ Ու դու կողքով անցնում ես։ Ու գիտես ինչ եկավ։ Հիշում եք Քանան անցավ։ Ասեց ինքը ով է։ Ոչ ծանոթ է, ոչ մոտիկա, ոչ մոտ ինչ մոտենամ ասա։ Ինչ օգնեմ։ Մյուսը անցավ, այն մյուսը անցավ, Փարսին անցավ, ոչ հանրը միած սամարացի մեկը։ Անցավ ասեց, չէ, ես պետք է օգնեմ։ Գիտես, երբ որ բարձացան վերև, ես զգացի, որ Տերը խոսում է իմ սրտից հետ, որ ես պետք է մոտենամ իրան։ Ու ես, երբ որ իջամ, շուտ իջամ, ու մոտեցա այդ աղջկան, ասի, գիտես, ջայն երեխա էր, ասի, կնի մի հատ փաթաթում եմ քեզ, էլի, ուզում եմ ասեմ, որ ամեն բան լավ անելու։ Ես դրել է դոշիս ու լացում, ասի ամեն բան լավ անելու, մի մտածի, Աստված քո հետ է։ Ու ես տեսա, հետո երրորդ անգամ, որ բարձացամ իջամ, տեսամ այդ աղջիկը հանգստացել է, ու իր կողքը լրիվ արդեն հավաքվել են մարդիկ։ Իր բարեկամները հասել են։ Գիտես, ինչ է անում Աստված։ Աստված, երբ որ մխիթարում է, ինքը լիարժեք է մխիթարում։ Կիսատ, ոչ մի բան Աստված չի թողնում։ Ու եկեղեցին երբեք կիսատ չի մնալու։ Եկեղեցին միշտ բարձրում է լինելու։
որովհետև գլուխը բարձրում է։ Իսկ գլուխը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Դրա համար գալիս է մի նոր ալիք, շատ հզոր ալիք, որ Աստված այս տարածաշրջանում, Աբովյանի տարածքում մեծ գործեր անելու, որովհետև այն ինչ որ ինքը ուզել է, մենք դա էլ անելու ենք։ Ինչ որ իր կամքն է, դա ենք անելու։ Երբեք մենք չենք գնալու մեր ցանկությունների հետևից, չենք գնալու գիտես այն ճանապարհով, որտեղ որ Աստված մեզ չի տանում, այլ Աստված մեզ ամեն ժամանակ ճիշտ ժամանակին բերում այնտեղ, որտեղ մեր կարիքը ունի։ Դու գիտես, որ երկրի վրա Աստված քո կարիքը ունի։ Եթե Աստված կարիքը չունենար, այս գործիքները չէր դնի ստեղ։ Եթե Աստված կարիքը չունենար, նվագողի քեզ չէր բերի դնի ստեղ։ Փառք Հիսուսին։ Եթե Աստված մեր կարիքը չունենար, մենք այս սիրուն տեղը չենք ունենա հավաքվելու։ Բայց սրան հասնելու համար, գիտեք ինչ ճանապարհ է պետք անցնել։ Մենք սկսել ենք էշավոտնուկներից։ Լսել եք, հիմա դե էշավոտնուկները երևի մարդիկ շատ քիչ գիտեն ինչ բան է։ Ով գիտի ինչ բան էր էշավոտնուկը։ Փեդից Սարկածներն մեկ-մեկ նստում ենք ճռճռում էր։ Ճռճռան էշավոտնուկների վրա։ Բայց նստում ենք, լսում ենք։ Ծնկի ենք գալի ինձ, որտեղ որ բետոն էր, ոչ թե սիրուն։ Մաքուր։ Երբ որ գիտես վառարանը վառում ենք, մրոտում ենք, որ ժողովրդի համար գան ժողովրդը տակ նստեն, ոչ մեկ չի հիշում։ Այսօր օրն է։ Աստված ասում է հիշեք որտից վերցրեցի ձեզ։ Բերեցի, հասցրեցի հիմա մոռանում եք ինձ։ Հորթեք սարքե ձեր համար։ Ու ձեր մեղքերն են, որ բաժանում են, բախի Աստված ջան, չես լսում ինձ։ Մարդիկ էլ կան լավ են լսում, ինձ լրիվ, ես ապահով եմ, հալելույա։ Հա? Այդ ձևի մարդիկ, գոռոզ մարդիկ են, ասեմ, որ իրանք մտածում են, որ էլ արցան պետք չի Աստված իրանց։ Ու այսօր շատերը կան այդ ձևի, Աստված ջան, դու քո տեղում եղի, հալելույա, մենք էլ մեր գործս կտանենք առաջ։ Մեր համար լավ կլինի։ Փառք Տիրոջը, ասա փառք Հիսուսին։ Ուստի ամենակարևոր հարցը, ինչ ես ուզում, որ այսօր Աստված անի քո համար եւ ինչ է ուզում Աստված, որ դու անես իր համար։ Հալելույա։ Ու երբ որ կգնաս տուն կհարցնես, Տեր, ինչ ես ուզում, որ անեմ քո համար։ Կամ Աստված ասում է, ես ուզում եմ, որ դու ես ինչ ծառայության մեջ գնաս, մտնես ու ծառայես ինձ։ Որ գնաս հարևանիդ հետ, որ արդեն 2 ամիս է չես խոսում, բարիշես հետը։ Որ բարեկամ ունես, որ կարիքի մեջ է, այս 2 տարի, ու դու մի անգամ չես գնացի, ասես, ախր ես քրիստոնյա եմ, եկել եմ քո համար աղոթեմ։ Ինքը այնքան է ինձ նեղացրել, որ չեմ էլ ուզում իր տուն գնամ։ Չկա այդ ձևի բան, հալելույա, ամեն, մարդիկ սպասում են մեզ։ Բարձրացած ձեռքերը տասար, մարդիկ սպասում են մեզ, որ մենք գնանք ու մարդկանց տանենք Քրիստոսին։ Հալելույա։ Գիտես, երեկոյան գիշերը Տեր ասում էր, ես ուզում եմ քո անունը լսեմ ամեն օր։ Դու ես որոշում։ Ուզում ես քո անունը լսի երկնքում։ Տեր ոչ չեմ ուզում, հալելույա։ Դրա համար գնա ու քարոզի։ Գնա քարոզի։ Ամեն տեղ, որտեղ որ քեզ կտանեն։ Փառք Տիրոջը, ամեն։ Այսօր մենք որոշում ենք կայացնելու։ Դու ուզում ես որոշում կայացնես։ Ով է ուզում որոշում կայացնի միջև վերջ հավատարիմ մնա Աստծո հետ։ Հալելույա։ Ամեն։ Գիտես, երբ որ ես կթողեմ այս երկիրը, ումն եմ պետք կնելու։ Գիտեք ումն եմ պետք կնելու։ Նրան, ում համար ստե իմ կյանքն եմ դրել։ Հալելույա։ Ես իրան 100%-ով հիմա էլ եմ պետք։ Որտեւ Աստծուն շատ կարևոր են հավատարիմ մարդիկ։ Աստծո համար գնահատելի են խոնար մարդիկ։ Աստծո համար գնահատելի են այն մարդիկ, ովքեր որ իրանց ցանկությունների հետ չեն գնում, այլ գնում են Աստծո կամքի հետևից եւ Աստծո գործեր անելու հետևից։ Հալելույա, ամեն։ Տեր, շնորհակալ եմ, որ դու այդ ամենը տվել ես ինձ։ Փառք Հիսուսին։ Ամեն։
Երբեք Աստված իր ծառային ամոթով չի թողում։ Ստես դու։ Այնքան բաներ ենք տեսել, որ մարդիկ մտածել են, որ իրանք են գլխավոր դերում ու իրանք են դեր խաղում այդ միջավայրում, եկեղեցում։ Եկեղեցում մարդը չի կարա դեր խաղալ, եթե Աստված չլինի։ Ամենաուժեղ առաջնային տեղում նստածը դա մեր Աստվածա։ Ինքն է որոշում։ Դուք ընդհանրապես հավատում եք, որ մեր Աստված թագավոր է։ Թագավորների թագավորն է, այո։ Թագավորն էլ չի գալի խնդրում։ Տեսել եք մի հատ թագավոր գնա ժողովրդին խնդրի ասում, խնդրում եմ ինձ հարգեք որպես թագավոր։ Ինքը հրաման է տալիս։ Կարա մեկը թագավորության մեջ հրամանը չկատարի։ Ով կարա այսօր, երբ որ ինչ որ օրենք ընդունում, այդ օրենքը չկատարի։ Կարա մեկը օրենք խախտի։ Օրենք խախտողին ինչ են անում։ Կանդալում են ու տանում են։ Ու այսօր Աստծո հրամանն, Աստծո հրամանն է, որ իր ժողովուրդը խոնարհվի, պաշտի ու գնա իր հետևից։ Փառք Հիսուսին, թող պարաբանության խումբը գա։ Եվ վերջի խոսքը օրհնված եք մեր փառաբանությամբ։ Մենք օրհնում ենք։ Հալելույա։ Փառք Տիրոջը։ Փառք Հիսուսին։ Մենք Ջեսիկայի երկի տակ շատ ենք բարել։ Կան ստե մարդիկ ովքեր որ բարել են եք։ Մենք օրհնում ենք ձեզ։ Հալելույա։ Դրա համար եմ ասում, ես ամենաօրհնված մարդն եմ։ Սաղմոս 119 երանելի են ճանապարհով անմեղները, որ գնում են Տիրոջ օրենքումը։ Ով ասում երանելի մարդ դառնա։ Հալելույա։ Երանելի են նրա վկայությունները պահողները, որ բոլոր սրտով խնդրում են նրան։ Որտեղ նրանք անօրենություն չեն գործում, այլ գնում են նրա ճանապարհներով։ Բդտվի կողքինի տասա դու պետք է գնաս իր ճանապարհով Տիրոջ։ Դու պատվիրացիր պինդ պահել քո պատվիրանքները, մենք այդ պահում ենք Տեր։ Իրանի թե իմ ճանապարհը հաջողվեին, որ պահեմ քո պատվիրանները։ Ապա չեմ ամաչի, երբ որ քո բոլոր հրամաններին մտիկ տամ։ Ես կգոհանամ քեզանից սրտի ուղղությունով, երբ որ քո արդարության իրավունքները կսովորեմ։ Քո հրամանները կպահեմ, մի թողիր ինձ իսպար։ Երիտասարդն ինչով իսկական է իր ճանապարհը, քո խոսքի պես զգուշանալով։ Սիրելի երիտասարդներ, զգուշացեք Տիրոջ խոսքից։ Իմ բոլոր սրտով խնդրեցի քեզ, թող մի տար, որ քո պատվիրանքները մոլորվեն։ Պատվիրանքներից։ Իմ սրտումը թաքցրի քո խոսքերը, որ չմեղա չեմ քեզ դեմ։ Օրհնյալ ես դու Տեր, սովորեցրի ինձ քո հրամանները։ Իմ շրթունքները պատմում եմ քո բերանի բոլոր իրավունքները։ Քո վկայությունների ճանապարհով ուրախանում եմ ինչպես ամեն կերպ հարստությունով։ Հալելույա։ Փաստորեն վկայությունը հարստությունից քաղցր է ու ավելին է։ Քո պատվիրանների վրա կմտածեմ եւ քո ճանապարհին մտիկ կտամ։ Քո հրամանները որ կուրախանամ եւ քո խոսքը չեմ մոռանա։ Հալելույա։ Բարի արա քո ծառային, որ ապրեմ եւ քո խոսքը պահեմ։ Ամեն։ Ասա բարի արա Տեր քո ծառային, որ քո խոսքը պահեմ եւ ապրեմ։ Փառք Հիսուսին։ Արեք ոտքի կանգնենք։ Փառք ես Տեր։ Շնորհակալ եմ Տեր այս հրաշալի օրվա համար։ Շնորհակալ եմ որ դու օրհնում ես եկեղեցին։ Շնորհակալ եմ բոլորին Տեր, ովքեր այսօր ծառայում են քեզ, ովքեր ծառայեցին քեզ եւ դեռ ծառայելու են։ Շնորհակալ եմ Տեր այստեղ ամեն մեկի համար, որ դու բերեցիր Տեր եւ մեզ ամոթով չթողեցիր, այլ որ քո անունը ամեն տեղ փառավորվի եւ դու մեծարվես։ Մենք խոսք ենք տալի քեզ, ծառայել քեզ ամբողջ հոգով, սրտով եւ էությամբ։ Օրհնի քո ժողովուրդը
Քո ձեռքը չի կարճացել օգնելու Տեր։ Երկարացրա քո սուրբ ձեռքը եւ օգնիր մեզ բոլոր Տեր ճանապարհների մեջ, որ մենք գալու ենք քո հետևից։ Փառքը, պատիվը եւ գոհությունը Տիրոջը։ Հալելույա։